Ես պատրաստ եմ, որ մեր հավաքականը եւս 30 տարի ունենա այնպիսի արդյունքներ, ինչպիսին հիմա ցուցաբերում է, որովհետեւ մեկը հույս չկա։ Եթե պետական մակարդակով աջակցություն լինի ֆուտբոլին, ինչպես Վրաստանում է։ Ինչպես Վրաստանում, եթե դու ինչ-որ ներդրումներ ես անում, Թուրքիայում էր այդպես եղել։ պետությունը մի մասը իր վրա է վերցնում։ Ես ու դու խոսում ենք, հիմա հաստատ ինչ-որ մի կառավարության անդամ սա կլսի, բայց ինչ, օգուտը ինչ։ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը կարող անգամ ֆուտբոլ չսիրի, չխաղա, չհասկանա խաղից դուրսը ինչ է։ Նա պետք է լինի կազմակերպիչ, մենեջեր։ Դու հանդիպել ես այդպիսի մարդկանց ֆուտբոլում, որոնք մտովի մտածել ես, այ ինքը կարա, ամեն ինչ կառավարի ֆուտբոլում։ Հայաստանում եւ երևի Իտալիայում է այդպես կարծում եմ, այս աթոռին այդ արմատներով բռնվելու այդ բանը երևի ինչ որ ազգային է։ Մենք այսօր գիտենք մեր բոլոր բանկերի կառավարիչների աշխատավարձը։ Այո, իսկ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների աշխատավարձերը, նրանց բոնուսային այսպես համակարգերը մենք չգիտենք։ Դու եղել ես Փյունիկ ֆուտբոլային ակումբում, լավ ընկեր։ Որքանով ես Փյունիկի պրոյեկտը 17-ից մինչև 25 թվականը համարում հաջողվել։ Ճիշտ ժամանակին ես քեզ Մելիքյանը գլխավորեց հավաքականը։ Իր համար չէ։ Որքան ես գնահատում Նոայի շանսերը լուրջ ակումբ դառնալու։ Ով է Բարսելոնան այս պահին։ Հա, ով է Բարսելոնան, փորձում է Ուրարտուն լինել։ Դու նույն ձև սիրում ես ֆուտբոլը ոնց որ 80-ականներին։ Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, այսօր կրկին խոսում ենք ֆուտբոլի մասին, խոսում ենք մի մարդու հետ, ում հետ միշտ հետաքրքիր է խոսել ֆուտբոլից, Գոր Գրիգորյանն է, նույն ինքը Եգոր Գլումովը, ողջույն Գոր։ Բարև ձեզ։ Մերսի որ եկար, ասեմ որ դու իմ կյանքում այն եզակի մարդկանցից ես, անկեղծ, ում հետ կարելի է ամեն թեմայի մասին խոսել, բայց հատկապես ֆուտբոլի եւ ռոք երաժշտության։ Բայց այսօր առանձնացնենք ֆուտբոլը, այսպես ինտերվյուին, որ պատրաստվում էի, հիշում եմ 2008 թվականին, պատկերացրեք հեռավոր 18 տարի առաջ, կար այսպիսի մի ամսագիր Total Football, ես այնտեղ կտակցում էի, եւ մենք պատրաստվում էինք Թուրքիայի խաղին, այսպես ոնց որ ազգային ինչ-որ մի ճակատամարտ լիներ այդ խաղը, որ հիշում եմ այս համար։ Այո, իսկապես։ Եվ ես շարք ունեի հայտնիների հետ ֆուտբոլային այսպես հարցազրույցեր եւ առաջին անգամ քեզ հետ այնտեղ ծանոթացա, ֆուտբոլից խոսեցինք, անգամ հիշում ես քեզ գնդակ էինք ներկել գլուխդ։ Եվ այնտեղ դու մի արտահայտություն արեցիր հարցազրույցի ժամանակ, որ ինձ այսպես սրտիս կպավ, ես եկա այն ժամանակ նոր էի աշխատում որպես մարզական լրագրող եւ մտքիցս դուրս չէր գալի այդ արտահայտությունը եւ այսօր ինձ թվում է դա արդիական է։ Դու ասացիր, որ այդ ժամանակ ակումբային առաջնություններ եւ ռագավատներ էին խաղում Բանանցը, Միկան, Փյունիկը եւ այլն։ Եվ դու ասացիր հայկական ֆուտբոլը շատ վատ վիճակում է, դե հավաքականներ էր այն ժամանակ վատ խաղում։ Ասացիր ինչ իմաստ ունի անցկացնել Հայաստանի առաջնություն, եթե միևնույն է մեր ակումբները խայտարակ ձևով եւ ռագավատներում թռնում են առաջի փուլից։ Այո։ Ես այդ արտահայտության մասին շատ եմ մտածում, ու մյուս հարցազրույցներում օգտագործում եմ այդ ֆրազան, արտահայտությունը։ Հիմա անցել է 18 տարի, 3 մեր չեմպիոնը Նոան հոլանդական հայտնի Ազ Ալկմարին իհարկե պարտվեց դրսում, բայց այստեղ հաղթեց եւ Հայաստանում մոտ կես տարի մեծ ողջավորություն էր, որ մենք ունենք ակումբային ֆուտբոլ։ 18 տարի անց։ Ինչքանով է փոխվել քո կարծիքը։ Դեպի ակումբային հայկական ֆուտբոլ։ Սկսենք ակումբայինից։ Ակումբային, դեպի ակումբային ֆուտբոլ ավելի լավատես եմ հիմա հայացքս թեքում, քան դեպի ազգային հավաքականը այս պահին, որովհետև փաստորեն մեր ակումբային ֆուտբոլը կարողացավ 18 տարվա մեջ ինձ ապացուցել կամ համոզել, որ այո, եթե լինեն բյուջետներ, եթե լինեն մարզիչներ, եթե լինեն էնտուզիաստներ, որոնք որ իրենց անձնական գումարները կծախսեն հայկական ֆուտբոլի վրա, ինչ որ բան կարելի է անել, եւ վերջին տարիներում Փյունիկը, Ուրարտուն եւ Նոան դա ապացուցում են։ Նոան մեզ առաջին անգամ պատմության մեջ պատկերեց այսպես կոչված ֆուտբոլային գարուն, մինչև գարուն չձգեցին, մի ցկլ, բայց էլի ուրախալի փաստ էր։ Իհարկե պարտվեցինք երեք, երևի չէինք էլ կարա չպարտվել, բայց փոքրիկ քայլ էր հայկական ֆուտբոլի համար, մեծ քայլ Նոայի համար եւ հակառակը կարող ենք ասել, որովհետեւ Նոյայի անցյալ հաղթանակը մեզ բերեց էլի միավորներ եւ մենք արդեն մեկ
հաջորդ սեզոն չէ, մյուս սեզոնում Լիգա Եվրոպայի լիգայում կունենանք թիմ։ Ինձ թվում է, որ դա բավականին լավ է եւ ըստ երևույթի շատ շատերը սկսեցին հասկանալ, որ հայկական ներքին առաջնությունը կարող է դառնալ լավ տրամպլին ֆուտբոլիստների համար, որոնք որ երրորդ երկրներից գալիս են եւ այստեղ խաղում են, հետո կամ վերավաճառվում են կամ հենց այդ մտքով գալիս են, որ հետո նրանք այստեղ իրենց կոնտրակտը կավարտվի կգնան ինչ որ եվրոպական թիմերում խաղան, բարձ է դա Բարսա, Ռեալ, Լիվերպուլ, Ման Սիթի կամ անգամ Պորտու չի, բայց միևնույնն է ինչ որ առաջընթաց է, թե ֆուտբոլիստների համար, թե մեր ակումբային ֆուտբոլի համար։ Այստեղ մի քիչ հակասական կարծիք է ստացվում։ Շատերն ասում են, որ իհարկե ովքեր ավելի ոգևորությամբ ընդունում են խաղերը, որ մենք եվրագավաթներում խաղում ենք, բայց նաև իմ հենց հաղորդման եթերում հնչել են կարծիքներ, որ սա մի քիչ երևի անհատական ավելի շատ նվաճումներ են որոշ բիզնեսմենների, թե Փյունիկի, թե Նոայի պարագայում, եւ կոնկրետ հայկական ֆուտբոլին դա մեծ բան չի տալի, բացի վարկանիշներից, որովհետեւ իրականում այսօր ավելի քիչ են տեղացի հայ ֆուտբոլիստներ աճում, քան նույն այդ մեր ունեցած 2008 թվականի հարցազրույցում, երբ արդեն Մխիթարյանը ի հայտ էր եկել։ Սա ըստ քեզ որքանով է նպաստում հենց հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Ինձ թվում է, որ Նոան որպես պրոյեկտ եւ որպես ակումբ չէր կարող լինել, եթե չլիներ Փյունիկի եւ Ուրարտուի պատմությունը։ Ներդրողները, բիզնես պրոյեկտը կարող է այդքան սխալ բիզնես է մեզ մոտ կամ այնպիսի բիզնես է, որ մարդիկ ուղղակի իրենց աշխատած գումարները բերում են, մտցնում են ինչ-որ կալոդից, չգիտեմ հայերեն ոնց է, բայց ջրհոր։ Բայց տեսեք, որ ինչ-որ մարդիկ տեսան, ասում են, եկեք մենք մի հատ ակումբ ստեղծենք, եկեք մենք անենք։ Հիմա միգուցե ինչ-որ մեկը Նոյայի հաջողություններին մասնակցելով կողքից, որպես երկրպագու կամ որպես բիզնեսմեն տեսնելով, որ կվերցնի, չգիտեմ, մի հատ ակումբ Արարատ քաղաքից, որ հիմա երկրորդ լիգայում փորձում են խաղալ, եւ կասի եկեք ձեզ ֆինանսավորեմ եւ գնանք դեպի բարձրունքներ։ Դուրնոյ пример заразителен и хороший пример заразителен։ Դրա համար ինձ թվում է, որ լավ է որ կան այդպիսի ակումբներ, որոնք որ միգուցե ինչ որ մարդկանց ինչ որ հույս տան, իսկ այն ինչ որ վերաբերում ոչ թե հույս տան, որ պարզապես հույս տան, այլ իրենց հետևից քաշեն։ Կամ վերջով եթե բյուջետները շատանում են ակումբային ֆուտբոլի մեջ, եթե դու տեսնում ես, որ Նոան այսքան գումար է ծախսում, բավականին մեծ եւ կլորիկ, կողքի մնացած հայկական թիմերը սկսում են մտածել նրա մասին, որ իրենք է պետք է ծախսեն, առանց ծախսելու հնարավոր չի, օրինակ Նոայի հետ պայքարեն։ Եվ դա էլ է ինչ որ շարժ բերում իրար հետ։ Իսկ ինչ վերաբերում է, որ հայ ֆուտբոլիստներն են ավելի քիչ աճում, դա այլ խնդիր է, դա արդեն լիմիտի խնդիր է, ֆեդերացիա ակումբներ, այդ հարաբերությունների խնդիրն է, մեր ակադեմիայից դեպի ակադեմիաներից դեպի բարձրագույն թիմ ակումբանում բարձրագույն լիգայում խաղացող ակումբը երեխան ոնց պետք է հասնի, բանակի հարցը, որ չէ որ մենք ունենք հազարավոր տղաներ, որոնք որ 18 տարեկանում են, պետք է գնան բանակ, որից ընդամենը տարեկան 10-12 հոգի է գնում հասնում ԲԿՄ, մնացածը գնում են եւ ծառայում են եւ այդ 1.5 տարին արդեն դա խնդրեմ է ֆուտբոլիստի համար, եթե նա կորցնում է այդ ժամանակը։ Ինձ թվում է, որ ստեղ ավելի շատ սա ոչ թե ակումբների խնդիրն է, այլ ընդհանուր համակարգի խնդիրն է։ Եթե ակումբները կարողանան ստեղծեն ոչ թե ֆեդերացիային չենթարկվելու համար, որտեղ այդ հակասությունը անդադ կա եւ դա ոչ միայն Հայաստանում է, նույնը Իսպանիայում է կատարվում, նույնը Անգլիայում է կատարվում, բայց Անգլիայում ֆուտբոլի ֆեդերացիան կապ ունի միայն հավաքականի հետ, որտեղ իրենք ունեն Պրեմիեր լիգա եւ ունեն ինչ որ մրցումներ, որոնք որ իրենք են կազմակերպում, ֆեդերացիան ուղակի իրենց տրամադրում է օրինակ դատավորներ, տրամադրում է այդ ընդհանուր օրենքները, որին որ բոլորը պետք է խաղան եւ վերջ։ Հիմա ուզում ասեմ, միգուցե այստեղ էլ է պետք ինչ որ մի բան ստեղծել ու արդեն ակումբները իրար մեջ պայմանավորվեն, հասկանան, որ եթե մենք խաղում ենք այսպես, ուրեմն պետք է դաշտում լինի օրինակ անպայման 7 հայ ֆուտբոլիստ։ Այդ օրենքի, այսինքն այդ կանոնները իրենք պետք է գրեն եւ իրենք սահմանեն։ Եթե մենք մտածում ենք
հայկական ֆուտբոլի ապագայի մասին, ուրեմն պետք է հասկանանք, որ մենք պետք է այդ օրենքները ստեղծենք։ Դա ունի մեդալի հակառակ կողմը, ֆուտբոլի ակումբների ղեկավարները հիմնականում պատճառաբանում են, երբ այդ լեգիոներների լիմիտի խոսակցությունները պարբերաբար թարմացվելու կրկնվում են, որ եթե քո նշած թիվը 7 ֆուտբոլիստ լինի կազմում հիմնական, ապա դժվար թե նոան օրինակ հասնի Ազալկմարի հետ play-off-ին։ Եղել են թիմեր, որոնք տարբեր տարիներում փորձել են, գիտես, նույն Փյունիկը Ուրարտում, բայց նրանց արդյունքները այդպես ուրախալի չեն եղել։ Դրա համար այսպես շրջանակը պատտվում է ըստ քեզ որն է առաջնային մեզ համար, որ մենք փորձենք աջակցել մեր երիտասարդներին հաշվի առնելով, որ դա ապագա հավաքականի հիմքն է, թե ուժեղացնենք ակումբային ֆուտբոլը, ի օրինակ շատ երկրներին, որտեղ ակումբները հասնում են հաջողությունների, բայց ազգային հավաքականը չէ, ինչպես մեր արևելյան հարևան օրինակ։ Նայեք, ես շատ բան կարող եմ ասել անիմաստ եւ քիչ բան իմաստուն այս ապարագայում։ Նախ ով մենք, ով ես, դու, Ռուդիկ Ջաջյան, որ տաքսի է քշում, թե ֆուտբոլի ֆեդերացիան, թե կառավարությունը, ով մենք, թե ֆուտբոլային հասարակությունը, ովքեր են այդ մարդիկ, ֆաֆի տղեկը, ով, ում համար է, ով մենք, ինձ ասա։ Մենքի հարցը չի, վերջնական արդյունքի։ Վերջնական արդյունքի։ Մենք այդ բոլոր մարդիկ, ովքեր ուզում են, որ մեր ֆուտբոլը զարգանա։ Աշխարհում գոյություն ունի Իսպանիայի նման օրինակ, չէ՞։ Այդ մարդիկ երկար տարիներ, տասնյակ տարիներ գնացել են իրենց հավաքականների գեգեմոնիային, չէ՞։ Միակ թիմներ աշխարհում, որ Եվրոպա հաղթեց, աշխարհ հաղթեց, եւս գնահատել Եվրոպա հաղթեց, չէ՞։ Ոչ մի հարավամերիկյան թիմ չի հաղթել Ամերիկայի գավաթ, հետո աշխարհ, հետո եւս մեկ։ Այսինքն գեգեմոնիա էր։ Նրանք մոտավորապես 8 տարի աշխարհի լավագույն հավաքական ունեն, բայց իրենք մինչև այդ տասնյակ տարիներ ոչ մի բան չեն հաղթել աշխարհում եւ Եվրոպայում, չէ՞։ Բայց ակումբային ֆուտբոլը ինքան զարգացել, որ եկել է հասել է այդ մակարդակին։ Հիմա դա մեկ օրինակ։ Երկրորդ օրինակը Վրաստանին հանգիստ թողենք կամ Թուրքիային հանգիստ թողենք, գնանք դեպի Անգլիա։ Անգլիայում այսօր անգլիական պրեմիեր լիգան համարվում է աշխարհի աուժեղագույն լիգան եւ հիմա մենք տեսնում ենք, որ Եվրո գավաթների 1/8-ներում ամենաշատ անգլիական ակումբներն են, բայց Անգլիայի հավաքականը չի կարող ոչ մի բան հաղթի։ Հիմա նրանք էլ ունեն ուժեղ ակումբներ, ուժեղ անգլիական խաղացողներ, որոնք որ խաղում են ոչ միայն Անգլիայում, բայց էլի խնդիր, այսինքն դա մեկ ստացվում է, մեկ չի ստացվում։ Եթե մենք ես իմ խորին համոզմունքն է, եթե մենք ունենանք ներքին ուժեղ առաջնություն, մենք ունենանք լավ հավաքական ուժեղ, որովհետև այդ լավ խաղացողները ոչ միայն Հայաստանում խաղան լավ, այսինքն կխաղան նաև դուրսը եւ կմնան հայ, կունենան հայկական պասպորտ։ Քո մենքի պատասխանը դու որպես ֆուտբոլասեր եւ մարդ, որը աշխատել է ֆուտբոլային։ Ես որպես ֆուտբոլասեր կուզենաս լիմիտ լինի։ Այսինքն լիմիտը լինի ոչ շատ սահմանափակ։ Այո, կուզենամ։ Ես պատրաստ եմ, որ մեր հավաքականը եւս 30 տարի ունենա այնպիսի արդյունքներ, ինչպիսին հիմա ցուցաբերում է, որովհետեւ մեկը հույս չկա։ Բայց եթե ես հասկանամ, որ սա կա ծրագիր, որը որ ստրատեգիա է երկարատև մի քանի տասնամյակի համար, որ իմ թորներս կտեսնեն ուժեղ հայկական ակումբներ եւ ուժեղ հայկական հավաքական Հայաստանի։ Ես համաձայն եմ դրան։ Հիմա ինչ տարբերություն, մեկը ոչ աշխարհին դուրս գալի, ոչ Եվրոպային դուրս գալի, ուզում 50 թիվը կա։ Հա, մինչև 50 թիվը ճիշտ է, խոսք են տվել։ Հեսա ինձ թվում է մեր պատճառով 128 թիմը արդեն խաղալու, էլի չենք հասնելու։ Էլի ամեն անգամ Ժերեբիովկայից հետո կասեք, դες ինչա Լիխտենշտեյն, Մոնտենեգրո, Լիտվա, բան, հեսա ու Գիբրալտարը գնանք առաջին անգամ կրվենք իրենց։ Այսինքն կպարգևենք նրանց առաջին հաղթանակը պատմական։ Դրա համար տարբերությունը շատ չի։ Ես իհարկե եւս մեկ անգամ կտարապեմ ամեն անգամ, եւս մեկ անգամ կտարապեմ ամեն անգամ, այո։ Բայց ես այդ տարապանքներին պատրաստ եմ։ Հետաքրքիր է դու որպես ֆուտբոլասեր եւ ասեմ ֆուտբոլի մոտ մարդ, իմ համար կոնկրետ, հաստատ նայել ես, ուսումնասիրել ես տարբեր երկրների փորձերն ու ձախողումները։ Հաշվի առնելով մեր ազգային մենտալիտետը, հաշվի առնելով, որ մեր ֆեդերացիան չկարողացավ այդ ծրագիրը գծել, թե այս ֆեդերացիան, թե նախորդ, դա փաստ է, որ
զուտ չկարողացան կազմել ծրագիր, թե մենք ինչպես A-ից գնանք B։ Մենք A-ից մի քայլ անում ենք, 10 քայլ հետ ենք անում։ Ըստ քեզ, ինչպիսի ուղղությամբ պետք է մենք շարժվենք, որպեսզի սայլը տեղից շարժվի։ Մենք անդադ փորձում ենք մոգոնել հեծանիվ, բայց ամեն ինչ արդեն մոգոնված է։ Կան պրոյեկտներ, ծրագրեր, որոնք որ աշխատում են, աշխատել են։ Գոյություն են պետություններ շատ մեծ նման թե մարդաքանակով, բնակչության քանակությամբ, թե կլիմա պայման, այդ կլիմայական պայմաններով, դա Սերբիան է, Խորվաթիան է, Ուրուգվայն է, Իսլանդիան, որը որ 10 անգամ մեզանց փոքր է։ Ուղղակի մարդիկ ասեցին, որ ժողովուրդ, եկեք մի հատ սենց անենք ու չշեղվենք այդ քո ասած։ Ոչ թե մենք մի քայլ առաջ ենք գնում 10 քայլ հետ, մենք մի քայլ առաջ ենք գնում, հետո սկսում ենք ձախ կամ աջ թեքվել ու կորում ենք։ Եթե հետ գնանք, գոնե կհասկանանք, որ այդ նույն ուղղությամբ կարանք պատտվենք ու գնանք առաջ, բայց ոչ, մենք աջ կամ ձախ ենք գնում ու կորում ենք այդ անտառի մեջ կամ ժայռերի մեջ, հասկանում ես։ Իսլանդիան արեց, ապացուցեց, որ դա կարող է։ Դե Խորվաթիա, Սերբիան մի քիչ այնտեղ ուրիշ ան դե Շատ ֆուտբոլ է։ Հարասլավ, միայն ֆուտբոլ չէ, այնտեղ բոլոր խաղերը գնդակով այդ մարդկանց արյունի մեջ են։ Ինչ բասկետբոլ վերցրու, վատերպոլ վերցրու, ձեռքի գնդակ։ Դե ֆիզիկապես շատ, ինչու նույն մարդիկ են, չէ՞, մենք վերջը մեր մեր գենը այդպես չէ։ Ինչու։ Չգիտեմ, ինչքան է եղել Սերբիայում։ Այսինքն ուղղակի ֆիզիկապես հաղթանդամ։ Դե եկեք սելեկցիան ենք ինչ որ, ինչ ասեմ։ Եկեք մի քանի հատ Նորվեգուհի բերենք, դա էլ չէ պրոյեկտ։ Խորվաթուհի հարցեր բերեն, ինչ չէ։ Եկեք անենք։ Աստորեն տեղից պետք է սկսենք։ Իհարկե, ես միշտ ասել եմ, որ կարևոր է դա, որ ազգը խառնվի ուրիշ ազգերի հետ։ Լավ, դա եթե անգամ խառնվի 50 տարի հետո արդյոք։ Իսկ այսօրվա դրությամբ ասենք Իսլանդիայի օրինակն ես բերում, մեկը բերում է Վրաստանի օրինակը, հայերը, մենք ինչ պետք է անենք, որ հեծանիվ չօրինենք։ Ես անձամբ ես կարող եմ պայքարել նրա համար, որ երեխաները սկսեն բակերում ֆուտբոլ խաղալ։ Դրանց է սկսում ամեն ինչ։ Ես իմ տղաս գնում եմ գիտար պարապելու, այն հայտնի Բաքում, որտեղ որ Մանոյան Դավիթենք վերանորոգել են այդ խաղահրապարակը, որտեղ համ ֆուտբոլի, սթրիթբոլի, համ բասկետբոլի, Թումանյան, Խանջան, Խաչմերուկ։ Եվ ամեն անգամ անցնելով թե մի անգամ եմ տեսել 3 աղջիկ, որ բասկետբոլ խաղում։ Այսինքն երեխաները չեն իջնում, չեն խաղում, ոչ ֆուտբոլ, ոչ բասկետբոլ։ Դրանց պետք է սկսի։ Այսինքն մենք ծնողներս, մենք մեծերս երեխաներին դուրս հանենք տնից։ Դուրս հանենք տնից, օրինակ ծառայենք, մենք դուրս գանք խաղալ։ Պետք է երեխաները սիրեն այդ խաղը, ոչ թե գնան մարզվելու, որովհետև դա սպորտ է կամ հաղթանակների համար, օրինակ, չգիտեմ, գիտես թե չէ, որ Նորվեգիայում մինչև 13 տարեկան ոչ մի մրցումների ժամանակ հաշիվ չկա։ Ու կապ չունի դա ֆուտբոլ է, բասկետբոլ է, երեխաների քննություններ չեն հանձնում, գնահատական չեն ստանում, այսինքն իրենք հաճույք են ստանում դրանից։ Հիմա ամենակարևորը հաճույք ստանալը, տղաս բասկետբոլ է պարապում եւ իրենց մարզիչը Անգեր Ջոնը շատ հետաքրքիր բան էր կազմակերպել, կանչել էր պապաներին, ու պապաները խաղում էին իրենց երեխաների դեմ։ Դե պարզ է որ մենք երեխաներին կկրենք անգամ մեր փորիկներով, տարիքներով, բայց երեխաները ինքան են ուրախացել հրճվել էին։ Որ մենք բոլորս հաճույք ստացանք ու իրանք իսկապես հաճույք ստացան այդ խաղից, էական չէր հաշիվը, որովհետև մենք բոլորս հաճույք ստացանք, այսինքն պետք է դա լինի ոչ թե աշխատանք, ծանր աշխատանք, այլ դա պետք է լինի հաճույք։ Իսկ այդ հաճույքից արդեն կծնվեն այդ հենոները, Սպերցյանները, Տիկնիզյանները, Քարամյան եղբայրները եւ այլն եւ այլն։ Երբ այս հարցի պատասխանը ես ինքս ինձ էի փորձում տալ, գտնել ավելի ճիշտ, որովհետև տարբեր բաներից այսպես հույսներս մի պահ որոշում ենք Սփյուռքում գտնել հայտնի ֆուտբոլիստներ եւ դա ինչ որտեղ արդյունք է տալի, հետո կանգնում այո, Յան Ազգանունով, հետո մի պահ մանկապատանեկան ֆուտբոլում ինչ որ կայծեր են լինում ոգևորում ենք, բայց վերջում մենք տաշտակից այս կողմ չենք շարժվում։ Ինձ միշտ թվում է, չգիտեմ ինչի, որ եթե պետական մակարդակով աջակցություն լինի ֆուտբոլին, ինչպես Վրաստանում է։ Ինչպես Վրաստանում, եթե դու ինչ-որ ներդրումներ ես անում, Թուրքիայում էր այդպես։ Պետությունը մի մասը իր վրա է վերցնում, եթե դու ուզում ես կառուցել մարզադաշտ,
մեծ ներդրում ես անում, պետությունը քեզ շատ բաներից ազատում է եւ ինքը եւ նաեւ հարկերը, բոլոր խոչընդոտները ֆուտբոլային ակումբների համար այնտեղ հեշտացված է։ Մեզ մոտ մաքսիմալ բարդացված է, ես դա ասում եմ որպես ակումբում աշխատող մարդ, որովհետեւ գիտեմ, որ երկու ակումբները, որտեղ աշխատում են, երկուսն էլ ունեն երազանք մարզադաշտ կառուցելու, մինչեւ հիմա այդ երազանքը դա հուսանք մի օր կկառուցեն, բայց 8 տարին քիչ չէ։ Ինչ ես կարծում կոնկրետ այս պահի դրությամբ։ Համամիտ եմ լիովին, դրա մասին ինձանից շատ ավելի խելացի մարդիկ, օրինակ դու հենց նոր բարձրաձայնեցիր, ես էլ եմ դա շատ դեպքերում ասել, ուղղակի գիտես, դա նորից հիմա ես ու դու խոսում ենք, հիմա հաստատ ինչ որ մի կառավարության անդամ սա կլսի, բայց ինչ, օգուտը ինչ։ Իմ մոտ մեկ-մեկ տպավորություն է ստեղծում, որ այս մարդիկ չեն ուզում դա անել կամ հատուկ չեն անում։ Այսինքն նորից եմ ասում, ոչ մի բան պետք չի հորինել նորից։ Թուրքիան 98 թվականին հիշում ենք ուր հասավ աշխարհի առաջնության ժամանակ 2002։ Այդ ծրագիրը սկսել էր դրանից 10 տարի առաջ։ Նենց չէր որ Թուրքիայում խնդիրներ կար, իրենք ունեին երկու սուպեր ակումբ, որը որ համ Եվրոպայում էր լավ, համ ներսը իրանք ոչ, այսինքն հերոստատեսություն, գովազդ եւ այլն, բայց պետությունը հասկացավ, որ մենակ Ֆեներ ու Գալատասարայի հարց չի։ Հարցը նրանում է, որ ընդհանուր պետք է բարձրացնել ֆուտբոլի մակարդակը եւ ընդհանուր ազգին պետք է ինչ-որ բանից կտրել, վատ բանից կտրել, տանել դեպի առողջ ապրելակերպ։ Նրանք որոշեցին, որ այո, մեկը բիզնեսը հարկեր է վճարում, մեկը բիզնեսը բոլոր երկրներում այդ հարկերն չէ, որ ոչ մեկ հաճույքով չի վճարում, իսկ եթե դու մարդուն ինչ-որ գեղեցիկ կոնֆետ տաս այդ հարկ վճարու տեղը, ինքը ավելի հաճույքով կվճարի այդ հարկը։ Իրանք ասացին, գնացեք ներդրումներ արեք ֆուտբոլի մեջ, մենք ձեզ կազատենք ինչ-որ բաներից։ Տեսանք, որ 10 տարվա ընթացքում այդ ամեն ինչը աշխատեց իսկապես։ 10 տարի ընդամենը։ Հիմա մենք չենք ուզում դա անել։ Հիմա որ ես ու դու խոսեցինք դրա մասին եւս մեկ անգամ, իմաստը։ Ուղղակի բարձրաձայնեցին, քանի որ այո, այնպեսի տպավորություն է, որ կամ իսկապես ցանկություն չկա, որ մեր ֆուտբոլը աճի, այս ուղղակի ֆուտբոլը այլ թող լինի։ Կամ իսկապես մարդիկ չեն հասկանում, որտեղ երրորդ տարբերակը չկա, մի ինչ կարող է անել, անգամ ամենավատ վիճակում պատերազմական մի հավաքականի հաղթանակը կարող է ազգին։ Իհարկե, ազգին միավորել, ազգին թևեր տալ, դա նենց, հետո ֆուտբոլը ամենահասարակ բանն է, այսինքն դու պետք չի քեզ ինչ-որ սարքավորումներ, դրա համար, չգիտեմ, մեծ ֆուտբոլը պարզ է, որ արդեն դա ստրուկտուրաներ, մարզադաշտեր, չգիտեմ, բայց գնդակ ու ցանկություն։ Ու ընդամենը 2 հոգի մարդ, 2 հոգից ամենամինիմումը։ Ու վերջ հաճույք։ Դրա համար ես գիտես միշտ ոնց էի պատկերացնում, ինձ հետաքրքիր է դու ոնց ունես քո պատկերացումը ֆուտբոլում մեծ փոփոխությունների համար, իհարկե նախորդ հաղորդումներից մեկում հյուրը ասում էր, որ պետք է ոնց որ համակարգը ինքն է ծնելու մարդուն, ով որ կգա եւ փոփոխություններ կանի, այսինքն համակարգը պետք է դա Արա Ճաղարյանն էր ասում, որ համակարգը ինքը պետք է ապակինվի, հետո գա այդ մարդը։ Իսկ ես միշտ մտածում, որ մեր նման մտածող ազգերի մեջ, որոնք չունեն միասնություն կարևոր պահերին, պետք է գա լիդերը, ով որ կլինի իրոք ֆուտբոլասեր, պարտադիր չի ֆուտբոլիստ լինի, ավելի լավ է ֆուտբոլիստ չլինի, ով որ կլինի լավ մենեջեր եւ կունենա իհարկե ֆուտբոլում շատ բարդ բան է, բայց ազնվություն կվերցնի այդ մոդելները եւ կլինի այդ օղակը ֆուտբոլի եւ ղեկավարության, ոչ թե օրինակ, քանի որ անձամբ առնչվել եմ այդ խնդրի հետ, եթե ֆուտբոլային ինչ-որ կառույցը ուզում է իշխանությանը հասցնել ինչ-որ մի ուղերձ, որ պետք է օրինակ այս տարածքը գնել, մեզ օգնեք, դա տևում է, չգիտեմ, հետևել ես վերջերս թե չէ, ուղղակի 3 էր խոսում, հյուսիս-հարավ այդ ավտոճանապարհը, որ 3 տարի Երևանը կոլապս է վերում, 3 նոր արդեն պարզ դարձավ, որ կկառուցեն, էլի։ Ու հիմա նույն բանը ֆուտբոլը։ Հիմա նորից այդ դարը պարզ դարձավ, որ կկառուցեն, բայց երբ կկառուցեն, դա էլ է։ Միջև ընտրությունները երևի։ Հիմա ըստ քեզ որ մոդելն է, այսինքն մենք պետք է Համաձայն եմ, որ պետք է գա այդպիսի մարդ։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանում շախմատային բում եղավ, չէ։ Ով էր շախմատ սիրում էր երկրում։ Երկրի ղեկավարը։ Դա իր անձնական ինիցիատիվ է, մարդը շախմատ էր սիրում, ֆեդերացիային գումարներ հատկացվեց, ես չգիտեմ որտեղից։ Ֆեդերացիաների գումարներ հատկացվեց, ֆեդերացիան սկսեց
միշտ ունեցել ենք լավ շախմատիստներ, կարծես հավաքական հավաքեց, այդ տղաներին միավորեց, լավ մարզիչներ բերեցին, օլիմպիադաներ կրեցին շախմատային, արդյունքը երևաց։ Հիմա եկեք ուղղակի մյուս ընտրություններին ըստ երևույթի շատ կարևոր հարց տանք այն մարդկանց, որոնք որ գնում են դեպի կառավարության անդամներ։ Դուք ինչ սպորտ սիրում եք։ Շտանգա եք սիրում, ինչ եք սիրում, բադմինտոն եք սիրում, տնեք։ Գոնե մի բան սիրեք, լավ, զարգացնեք այս մի բանը։ Եկեք չմոռանանք, որ կան երկրներ, որտեղ որ Մոնղոլիայում, որտեղ որ սամբոն ու ձյուդոն շատ բարձր մակարդակի վրա է, նորից բացի նրանց, որ իրենք իհարկե ազգային ակունքներ են ունեցել, որ իրենք այնտեղ իրենց շամարտ ունեն եւ այլ եւ ազգային, բայց նախագահան եղավ մի անձնավորություն, երկրի նախագահան աշխարհի չեմպիոն էր սամբոյից եւ ասաց, որ պետք է զարգացնենք, զարգացրեց։ Այո, լիդերից շատ բան է կախված, իհարկե։ Գիտես, երբ հարց է առաջանում, թե ով է լինելու ֆուտբոլի ֆեդերացիայի հաջորդ նախագահ, եւ անընդհատ այդ նույն թեման է, որ դա պիտի լինի իհարկե իշխանության կողմից հաստատված մարդ, որ ազատ ընտրություններ չեն լինում, որտեղ ֆուտբոլը շատ ուժեղ, այսպես էմոցիոնալ զենք է։ Երբ ես միշտ կարդում եմ այդ նյութերի կոմենտները, եզակի դեպքերում, որ միշտ ինձ հետաքրքիր է կոմենտները, եւ ինչքան գիտեմ, արդեն այդ վերևի օղակներում քննարկվող, որ ով է լինելու հաջորդ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հիմնական անունները դա այսպես անուններ են։ Ոչ մեկին չնեղացնելու համար ուղղակի չհնչեցնեմ անուններ, բայց ֆուտբոլիստների անուններ, ֆուտբոլիստների զուտ, որոնք եղել են լավ ֆուտբոլիստ հավաքականի համար, բայց որոնց ռեզյումեներում երևի ղեկավարման փորձը 0 է, այսինքն զուտ անունի համար բերել ինչ որ մարդկանց, որոնք հայրենիքին այսպես ծառայել են ֆուտբոլը։ Ախր մեր մոտ այդ մի քիչ Օրինակ դու պատկերացնում ես, լավ, օրինակ կբերեմ Յուրա Մովսիսյանին ֆուտբոլի միջից։ Ինձ թվում է Յուրա Մովսիսյանը չի ուզում։ Նայ, ես ինձ թվում է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը կարա անգամ ֆուտբոլ չսիրի, չխաղա, չհասկանա խաղից դուրս ինչա։ Նա պետք է լինի կազմակերպիչ, մենեջեր, մարդ, որը որ կազմակերպում է, որը որ հասկանում է, որ ինչ որ բիզնեսի կամ կորպորացիայի հաջողության համար պետք է անել էս, չէ՞ դա որ ղեկավար պետք է լինի։ Հիմա դպրոցի տնօրենը անպայման չի, չէ՞ որ լինի փայլուն ֆիզիկայի դասախոս։ Մեր պարագայում իմ բախտը բերել է մեր դպրոցի տնօրենը փայլուն ֆիզիկայի դասախոս էր Գեորգի Լազարևիչը, բայց գրականության դասատու չէ, բայց ինքը բացի դրանից արտակարգ կազմակերպիչ էր, այսինքն մենեջեր էր։ Մեզ երկրի ղեկավարն է պետք է մենեջեր լինի, քաղաքապետն է պետք է մենեջեր լինի, ու օրինակ քաղաքապետը չպետք է լինի ինչ որ քաղաքական ուժի ներկայացուցիչ, որովհետև Երևանի քաղաքապետը պետք է Երևանի մասին մտածի, ոչ թե իրաց կուսակցության մասին, պետք է իմ ու քո մասին մտածի, ծառերի մասին մտածի, ջրի հարցի մասին, մաքրության, ոչ թե մտածի նրա մասին ընտրությունները ինչքան ձայն կտան Պողոսին կամ Պետրոսին, հասկանում ես, նույնը ֆեդերացիայի նախագահ ֆուտբոլի, նույնը բասկետբոլի, ջյուդոյի եւ դա պոլիտիկայի հետ բացարձակ կապ պետք է ունենա, այդ մարդիկ պետք է լինեն կազմակերպիչներ։ Իսկ ֆուտբոլիստները, իհարկե կան ֆուտբոլիստներ, որոնք որ իրենց ֆուտբոլային կարիերայից հետո ունեն բիզնես փայլուն կամ ինչ-որ բաներով զբաղվում են, հա, տենց, բայց դա եզակի դեպքեր են։ Հիմա ֆուտբոլիստ կասկի մարզիչ չի աշխատում կամ չի ուզում աշխատի, որտեղ հասկանում է, որ դա իրանի չի։ Դա ինչի՞ պիտի ֆեդերացիայի ղեկավարը լինի ֆուտբոլիստ կամ ինչ որ մի դա անուն փնտրելու ինձ թվում է մոլուցք է այդ թեմայով միացնես լավ արտահայտություններ ոնց որ այդ քո հարցազրույցը մնաց է ինձ մոտ մի անգամ Յուրի Դուդյը Գալիցկիից հարցազրույց է վերցնում այնտեղ համ ֆուտբոլ կար բայց հիմնականը այլ թեմաներ էր ասում է օրինակ ես ուզում եմ սկսել բիզնես ինչ խորհուրդ կտաք ես էլ բիզնես սկսեմ ու Գալիցկին այնքան լակոնիկ ճիշտ ասում է գիտեք կամ մարդու մեջ կա այդ զիգա բիզնեսմենը, եթե չկա դուք լավ ժուրնալիստ եք, էլի մեկը լավ ձեր գործն անում եք։ Նույն փորձը ինձ մոտ եղավ, ես փոքրիկ այսպես իմ բիզնեսը բացեցի ու հասկացա, որ մարդու մոտ պետք է այդ ձիրքը լինի, եթե նա ղեկավարում է ֆուտբոլ, ռեստորան, երկիր եւ այլն։ Ըստ քեզ Հայաստանում դու ոչ թե ըստ քեզ, այլ դու հանդիպել ես այդպիսի մարդկանց ֆուտբոլում, որոնք մտովի մտածել ես, այ ինքը կարա, այսպես ամեն ինչ կառավարի ֆուտբոլում։
Թեկուզ ոչ ֆուտբոլային մարդիկ, բայց ովքեր ունեն այդ ձիրքը։ Հա, իհարկե։ Ես ճանաչում եմ օրինակ ինչ որ ընկերությունների, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ոչ թե տերեր, այլ ղեկավար, մենեջերներ։ Բանկի կառավարիչ չեմ ճանաչում, որը որ ըստ երևույթի, հա, իմիջիայլ ֆուտբոլ սիրում է եւ ֆուտզալի մեջ բավականին ներդրումներ ան։ Ու ինչի է հաջողությունը։ Ինչի է այդ ֆուտբոլային ակումբի հաջողությունը որտեղ է գտնում, որտեղ ճիշտ կառավարվում է, որտեղ այդ մարդը նստել է, մարդը ու մարդիկ հաշվարկներ են արել, երկար բարակ մտա, իրանք բիզնեսմեն են։ Ինքը ճիշտ, ուտես ինքը այստեղ երկու երնեք, մենակ Քիմ Կարդաշյանի մոտ չի, էլի, որ երկու երնեք մեկ տեղում եկավ։ Այդ մարդու սերը դեպի ֆուտբոլ եւ իր ֆինանսական ունակությունները եւ այդ քթիծակ, կարելի այդպես ասել։ Ֆայմը, հասկանում ես, այդ ամեն ինչ, այսինքն ինքը որպես բիզնեսմեն, որը որ գիտի ինչպես գումար աշխատել եւ ամեն տարի դա ապացուցում է եւ ամեն հաջորդ տարի ել ավելի շատ եկամուտ է բերում ինքը եւ իր ստաֆը բանկին, բանկի տերերին, որոնք որ չեն կառավարում։ Բանկի տերերը կառավարիչ են ընտրում, ասում են տղա ջան, դու կառավարելու ես մեր այս գումարները։ Ու այդ մարդը ասաց, «Սեք, եկեք սպորտին օգնենք, մի հատ մենք ակումբ ունենանք»։ Ու փայլուն է այդ ակումբի գործերը, որովհետև ճիշտ կառավարվում է, որովհետև սիստեմա գոյություն ունի։ Հիմա ուզում ասեմ, այդպիսի մարդը կարա նաև կառավարի մեր ֆուտբոլ ֆեդերացիան։ Եթե դեկտեմբերին գա նոր նախագահ, եթե գա, եւ ծրագիր Իսկ հինը իրավունք ունի, էլի վերցնում։ Սա պետություն չէ, սա ֆուտբոլային պետություն է։ Եթե գա նոր նախագահ եւ ընտրվի, նվազագույն ժամկետը ինչքան պետք է նրան տրվի, իհարկե օրենքով չէ, քանի տարի սահմանված է, որ մենք տեսնենք, որ նա իսկապես աշխատում է։ Վերա ջան, ախր նայ, հիմա այդ ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությունները դնախ հասարակության համար այդքան տեսանելի չեն եւ հայտնի չեն, թե մարդը իրանք այնտեղ գալիս են, ծրագրեր են ներկայացնում եւ այլն եւ այլն։ Հիմա եթե դու ինչ որ ծրագիր անես, դրա մասին պատմես, ես դրա մասին կարող եմ իմանալ։ Եթե ոչ, չեմ էլ իմանալու։ Հիմա լավ կլիներ, որ իրենք հանրության նաև ներկայացնեն, այսինքն դա լիներ օրինակ բաց, ոչ թե քննարկում, այլ պրեզենտացիա, օրինակ։ Ընտրվեր ինչ որ ԶԼՄ կամ պետք էլ չի հիմա ինչ ԶԼՄ, հիմա հեռախոս բոլոր ունեն, թող ամեն մեկը հեռախոսով դնի իր հեռախոսը, իր ծրագիրը պատմի։ Յուրաքանչյուրը չգիտեմ 15 Չէ, արդեն ընտրվել ես։ Դու եկել ես քո ծրագիրն անցե ընտրվել ես։ Ինչի եմ ասում, արդեն 7 տարի այս ֆեդերացիայի ղեկավարությունը իր աթոռին է եւ նրանք դեռ ասում են, որ մենք հələ անելիքներ ունենք, պատճառաբանելով, որ այնտեղ հատված է եղել կորոնա, պատերազմ եւ այլն։ Այսինքն բոլոր ձախողված ծրագրերը հիմք չեն, որ նրանք հեռանան։ Դե հիմա Վերա ջան, ստեղ ես բարձրավոր դու ինձ հարցեր տաս, բայց ես էլ ես հարց տամ։ Հիմա որն է արդյունքը, այսինքն ինչ ենք մենք գնահատում։ Մեր հավաքականի ելույթը, մենք գնահատում ենք մանկապատենական ֆուտբոլի զարգացումը, մենք գնահատում ենք դաշտերի քանակը, որոնք որ են կառուցեցին։ Համագումարը մի կետով չէ։ Հենց իրենց ներկայացված ծրագրում նույն ֆեդերացիային այնտեղ կար մանկապատանեկան ազգային։ Եկեք իրենց տանք գոնե 2 տարի, որ հավաքականը գոնե 1 ցիկլ կարողանանք մենք տեսնենք աշունից աշուն, եւ եթե ինչ որ սխալների վրա փորձում են, այսինքն աշխարհ եւ Եվրոպա, սխալների վրա չանցանք հերթական անգամ, մենք ենք եւս մեկ շանս տանք ու ասենք տեսություն կամ ապրեք։ Բայց նորից ես ախր մենք հետևողական չենք, հասկանում ես։ Մենք տես անդադ քո ասած գալիս ենք այդ նույն կոտրած թաշտի դեմը նստած լացում ենք մազերս արդեն ինքան փիդրվում մաս չունեմ։ Հա, հիմա ուզում հասկանամ, բայց այդ մարդիկ պատասխանատվություն կրում են։ Հավաքականը եւս մեկ անգամ չանցավ խոշոր մրցաշարի։ Մինուս Մանկապատենական ֆուտբոլը ասում են դա մեր գործը չի, ակումբների գործն է, բայց ինչ որ մեկը պետք է կոնտրոլ անի կամ չգիտեմ ինչ անի։ Դաշտերը, որ իրանք խոստացել են, որ պետք է այսքան սարքեն ու անդադ ցույց են տալ ինչ որ բաներ, ես նորից եմ ասում, ես Դավիթ Հաշենում եմ ապրում, չկա այդ ամեն բակում այդ դաշտը։ Ու հաստատ համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ, որը որ ապրում է Երևան քաղաքում, կարա դա ապացուցի։ Հա, կան երջանիկ բնակիչներ, որոնց բակում դա կառուցվել է, բայց բոլոր բակերում չի։ Որակը այն չի, ինչ որ իրենք օրինակ ներկայացնում են։ Վերջը, ով է, ինչ է այդ մարդուն դատելու են դրա համար,
ինքը նստելու է ավանակի վրա մեջքով դեպի, չգիտեմ, ավանակի դեմքը ու գնալու են, տանելու են Հյուսիսային պողոտայում իրան 5 անգամ։ Ինչ, պատժելու են իրան մի ձև, ո՞նց է դա։ Չէ, դրան կա մի պարզ պատասխան։ Նա հեռանալու է իր պաշտոնից։ Դա չի հեռանում, դա 7 տարի չի հեռանում։ Վերջ։ Ու հույս ունի, որ եւս կընտրվի, ու դե կընտրվի։ Դե դրա համար էի ասում, եթե գա նոր նախագահ, այսպես մենք հիմա երազում ենք, հա, երկուսով նստած, եթե գա նոր նախագահ եւ ասի, սա իմ ծրագիրն է, 3 տարի հետո մենք օրինակի համար ունենում ենք իսկապես ոչ թե այդ ուտոպիստական նախորդ խոստումները, ունենում ենք այսքան մարզադաշտ, այս շրջաններում, որտեղ ֆուտբոլը ընդհանրապես մեռած է, լինել, օրինակ, այս մարզադաշտը մենք կառուցելու ենք, կողքի գյուղի ծրագիրը ներկայացնում է. Եվ եթե անցնում է 3 տարին եւ դրանից արված է 10%-ը, նա արդեն ասում է կներեք ու գնում է։ Դա է իսկապես աշխատող տարբերակը, որովհետեւ անգամ Բարսելոնան հիշում ես, երբ իր հաջողություններից հետո մի պասայթակից ամբողջ կամպնոն գոռում էր Լապորտը հեռացի, բայց մարդը միջև այդ երկար սպասված Չեմպիոնների լիգա էր բերել եւ դա նորմալ է, բայց Հայաստանում եւ երևի Իտալիայում է այդպես կարծում եմ, այս աթոռին այդ արմատներով բռնվելու այդ բանը երևի ինչ որ ազգային է, որովհետեւ մի անգամ այստեղ Քալանթարյանը լավ ասեց, որ բոլորը հասկանում են, որ ղեկավարումը կարճ է եւ ինչ հասցնում ես պետք է այդ ընթացքում անես եւ անես եւ քողարկես։ Ինչ անես, գողանաս։ Իրենք այդ մարդիկ ինչ հարստանում են, ես ինձ միշտ այդ հարցը հետաքրքիր է։ Իրենց որ հարցնեմ հաստատ չեն ասի։ Իհարկե հարստանում։ Դե եթե նայես թեկուզ միայն աշխատավարձերին, չնայած ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր ժողովներին եւ լրագրողները հարցնում են թափանցիկության մասին, ֆինանսական պատասխանը որ դա ոչ կոռեկտ է, բայց եթե դա ՀԿ է, պետք է ամեն ինչ բաց լինի եւ բոլորը պետք է իմանան ֆուտբոլի։ Մենք այսօր գիտենք մեր բոլոր բանկերի կառավարիչների աշխատավարձը։ Այո, իսկ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների աշխատավարձերը, նրանց բոնուսային այսպես համակարգերը մենք չգիտենք։ Լավ, այս թեման անվերջ է, ինձ թվում է մենք միջև 2050 թվականը լավ փողեր են աշխատում փաստորեն։ Դա է։ Դե այո, իհարկե։ Նայելով կյանքի որակին Դե եկեք շուշոտ փոխենք, որ բոլորս փող աշխատենք, ի՞նչ է։ Դե եկեք։ Բայց իսկ ես ու դու այդ փող աշխատողների ձիրքը չունենք։ Դե մենք, հա։ Ինձ գիտես ինչն է նաև հետաքրքրում, որքանով է կոռեկտ, չգիտեմ, հարցը, բայց դու եղել ես Փյունիկ ֆուտբոլային ակումբում, լավ ընկեր։ Լեգենդների խաղին, այսպես ակամայից դարձար մեկնաբան, բայց միշտ շատ լավ հարաբերությունների մեջ ես եղել ղեկավարության հետ։ Նախկին ղեկավարության։ Նախկին ղեկավարության, ամենանախկին, միջին։ Այո, միջինն է։ Որքանով էս Փյունիկի պրոյեկտը 17-ից մինչև 25 թվականը համարում հաջողված։ Գլոբալ։ Այո։ Ну, ինձ թվում է, որ նա ավելի շատ հաջողված էր կամ քան չհաջողված, բայց ինձ թվում է, որ ինչ որ բան չհերիքեց այդ ամեն ինչին, էլի։ Մի քիչ համբերություն միգուցե, մի քիչ կոմպրոմիս գնալու ունակություն միգուցե, որտեղ որ պետք էր։ Չէ՞ որ ֆուտբոլային ակումբը դա բիզնեսի այն տեսակն է մեր երկրում, որը որ բիզնես չի համարում, որտեղ մարդիկ ըստ երևի ոչ թե փող են աշխատում, այլ փող են ծախսում։ Ու դա փաստորեն իրենց, չգիտեմ, փող ծախսող հոբին է, կամ ինչ որ մանկական երազանք է, որ խաղալիք է, լավ։ Բայց այդ խաղալիքը մենք հաստատ դու որպես աղջիկ հաստատ կունենաս այդպիսի խաղալիք, որ մանկությունից սիրել ես, ինքը արդեն մաշվել է, հնացել է, բայց դու մեկը իրան սիրում ես միջև, հիմա ինքը քո հետ է, չէ՞։ Իսկ դու չես գցե։ Հիմա այդ ինձ թվում է, որ խաղալիք չի կարելի գցել։ Պետք է միջև վերջ երեք խաղաս։ Ու օրերից մի օր ըստ երևույթի դա կարող է դառնալ, չէ՞ որ հիմա համոզված եմ, որ Ռեալն է, Բարսան է, նո գերմանական ակումբները չէ, որտեղ այնտեղ ամեն ինչ շատ ավելի լավ է։ Ռեալն է, Բարսան է խնդիրներ իրենց տերերի համար, ըստ երևույթի ֆինանսապես։ Այսօր գուցե։ Հա, որտեղ ուղղակի այնտեղ այդ զրոները ավելի շատ են։ Հիմա այստեղ եթե մարդիկ, չգիտեմ, տասնյակ միլիոններ են կորցնում, այնտեղ միգուցե միլիարդ են կորցնում կամ խնդիրները։ Բայց մարդիկ չեն թողում իրենց գործը, չէ՞, այսինքն շարունակում են, շարունակական է դա։ Ինձ թվում է այդ համբերությունը չհերիքեց մի քիչ նախկին տերերին ու այն կոնֆլիկտը, որը երկարատև էր ֆեդերացիայի հետ,
մի կողմը պետք է այն բան կա, չէ՞, այտենց հայտնի մեմ կա, որ երկու քարայից այն ինչին գալիս է ասենց ու ձորի վրա ու երկուստեն գնում են վերջի։ Հիմա այդ էր։ Ինչ որ մեկը պետք է հետ գնար, ճանապարհ տար, որ հետո միգուցե հետևից գար, ինչ որ հարց լուծեր կամ ուրիշ դուր թակեր։ Դա այդ ինձ թվում է այդ համբերությունը չհերիքեց էլի, որովհետև ինքը լավ պրոյեկտ էր ու լավ պրոյեկտ էր ոչ միայն առաջին թիմով, այլ ակադեմիայով այդ երեխաների երջանկությունը, որովհետև ես շատ եմ տեսել, եղել եմ ներսում ակումբի, տեսել եմ մարդիկ ինչպես են իրար վերաբերվում, բայց նորից, որտեղ որ ավելի խիստ պետք է լիներ, այդ խստությունը չկար շատ դեպքերում, որտեղ որ պետք է ավելի փափուկ լիներ, ավելի դիպլոմատ լիներ, ավելի խիստ էր, չգիտեմ։ Եթե տղադ ցանկանար գնալ ֆուտբոլի, որ ակադեմիան իրան կտայր։ Շատ մեծ խնդիր է այսօր, պրոբլեմ, ու գիտես ինչ, ես սովորաբար Վահանս, որ հիմա բանակում է, փոքր ժամանակ գնացել է ֆուտբոլի, մի 2-3 ամիս, որտեղ պապան էր տենց ուզում, ու ինքը սիրում էր խաղալ, ստանալ հաճույք, ու ուզում էր հաճույք ստանալ, բայց ինքը գնում էր այնտեղ ու իրան ասում են ստեյց ստեվազի, էսի արա, այսինքն իրան հետաքրքիր չէ, հետո ինքը սենց պարկում էր, բոլորը ինչ-որ բաներ ինքը պարկում էր, ինքը հաճույք չէր ստանում, վերջ սենց գնաց, ինքը այդ ժամանակ պարապում էր Ուրարտուում, ու ես իմ ինչքան ծանոթ ֆուտբոլիստներ ունեի, ընկերներ բան, բոլորին զանգել եմ, տենց խորհուրդներ եմ հարցրել եւ այլն, այն ժամանակ ասացին, որ Ուրարտու ակադեմիան է, դա եղել էր 12 տարի առաջ, 12 տարի առաջ։ Հիմա մի քանի օր առաջ Դավիթի հետ եմ խոսում անոյն, իր տղան, Դավիթի տղան լավ գեներ կունենա հաստատել, ինձանից իմ տղայից ավելի լավ գեներ այդ առումով, եթե Դավիթ Մանոյանը չգիտի ուր տանի իր տղային, իմ համար դա մեծ գլոբալ հարց է, որովհետև ու դա պարադոքս է, որտեղ հիմա յուրաքանչյուր թիմ ակումբ ունի ակադեմիա, բայց մենք դες ընտրության առջև ենք կանգնած ու նորից էլի 2-3 ինչ որ ակադեմիաների անուն ենք տալիս։ Ինձ թվում է, որ ինչ որ բան սխալ է, հասկանում ես, որտեվ երեխաները պետք է խաղալուց հաճույք ստանան։ Իրանք հիմա օրինակ իմ տղաս բասկետբոլ, Վահանջան, Արեգը փոքրս կարող է հիվանդ լինի, դասի չգնա, ուրախանա, որ դպրոց չգնաց է, բայց բասկետբոլի պիտի գնա, կապ չունի։ Ինչ եղանակ է, որ ժամին է, պարապմունքներին սպասում է, որտեղ ինքը հաճույք է ստանում դրանից։ Հասկանում ես։ Այնտեղ էլ կան շատ պրոբլեմներ, բասկետբոլում էլ շատ խնդիրներ կան, բայց կարծես թե մի քիչ այդ մանկական գոնե հարաբերություն, այսինքն մարզիչ երեխա հարաբերությունները շատ ավելի լավ են դրված կան։ Մեր ֆուտբոլային ակադեմիաներ, այն որ ես տեսել եմ, թե Փյունիկը, թե Ուրարտուն, թե Ավանի ակադեմիան, գիտես ինձ ինչով է լարում, որ մտնում ես ներս, դու զգում ես, որ դա տենց մի հատ մեծ ինչ որ բան է, էլի լուրջ հիմնարկություն է, բոլորը նույն շորերով, ինչ որ sense լուրջ գնում են գործ են անում, սրանք ստե վազում են, այնտեղ շվացնում է, բան չկա, թեթևություն չկա, էլի։ Հիմա ես Լամասիայում չեմ եղել իհարկե, բայց երբ որ ես նայում եմ Մեսի կամ Պիկեի այդ Նարեսկա կամ հիմա Յամալի այդ փուչու ժամանակ իրանք ոնց են խաղում եւ ինչ ատմոսֆերա, ինձ թվում է ուրիշ է այնտեղ ատմոսֆերան։ Չգիտեմ, ինձ տենց է թվում։ Շատ լուրջ են վերաբերվում, ու սխալը գիտես ինչու՞մն է, երբ որ լուրջ պետքա վերաբերվեն շատ ավելի ուշ, երբ որ արդեն լուրջ ամեն ինչ, այնտեղ անլրջությունը ավելի շատ է, իսկ տեսն շատ լուրջ են իրանք, իսկ երեխաները ոչ միայն պետք է մեծանան, այո, ոչ միայն պարտավոր մեծանալ, նաև պարտավոր են հաճույք ստանալ կյանքից, իսկ այնտեղ շատ լուրջ է ամեն ինչ, դա է միգուցե ինձ խանգարում, ու այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, այսօր Պաստան Բախտեբել է, որ տղադ բասկետբոլ է ընտրել, ծանր ընտրության առաջ ես։ Ակումբային ֆուտբոլի հետ կապված վերջին հարցն էլ տամ, այս հարցից շատերը խուսափում են, որովհետև եթերում հնչեցնել մի բան, որը գուցե շատերին դուր չգա, այսօր ամենաշատ խոսվող թեման Նոան է։ Նոան ունի մեծ բյուջե, Նոան ունի ամբիցիաներ եւ այլն։ Նոային որպես պրոյեկտ ինչպես ես նայում, որովհետև այն ակումբները, որոնք մենք ասացինք, նույն Արտուր Սողոմոնյանը, նույն Չելոյանցը, նույն Արադ Արմենիայի ղեկավարությունը ոնց որ այսպես ասած մեծ բիզնեսմեններ են, որոնց համար ֆուտբոլը հոբի էր, այսպես։ Խաղալիք։ Արտուրը միշտ էլ ասում էր, դա իր սերն էր։ Նոան ավելի շատ որպես ներկայացվում է մի քիչ կողքից հանրային ավելի բիզնես պրոյեկտ, մանավանդ
երբ բուկմեյքերական ակումբ կա այնտեղ, բուկմեյքերական այսպես ընկերություն կա, շատերի մոտ մի քիչ այսպես ռուսերեն ասած նաստարոժնայից բանն է լինում, հա։ Շատ ակումբներ բացվեցին, փակվեցին, շատ ակումբներ ինչպես Ուրարտուն, Փյունիկը ամբիցիայով եկան հետ գնացին, որքան ես գնահատում Նոայի շանսերը լուրջ ակումբ դառնալու։ Եթե չհամարենք, որ այս բանին արդեն լուրջ ակումբ։ Լուրջ եվրոպական ակումբ։ Չէ, Հայաստանի այսպես հեգեմոն։ Եթե եւս մեկ սեզոն դիմացան ու ոչ թե անկում ապրեցին, գնացին առաջ, ինձ թվում է կստացվի։ Դիմանալ ինչն է կրկին եւ Եվրագավաթ խաղալ։ Եվրագավաթ խաղալ, կարողանալ խաղացողներ բերել, մարզադաշտի կառուցումը դա կարևոր է, որովհետեւ իսկապես ինձ թվում է որ բոլոր են ակումբները, որոնք որ հիմա Փյունիկը, Ուրարտուն, որոնք որ չհասան այդ իրենց երազանքին, ինչ որտեղ արդեն իրենք կոտրվեցին կամ այդ բաները չարեցին։ Իմ միակ պրետենզիան կամ ըստ ինձ միակ մինուսը Նոային է, որ նրա չնայած ես իրենց հետ որ զրուցել եմ, ինձ հարցազրույցի ժամանակ ասեցին, որ մենք հիմա շատ ենք մտածում մեր ակումբի ապագայի մասին եւ մենք մեր ակադեմիայում դաստիարակում ենք այն երեխաներին, որոնք որ Նոայում խաղալու են, բայց հասկանալով որ դա երկարատև process է, ոբշեմ Նոան ինձ համար ռեալն է, որը որ բոլոր լավերին վերցնում է, ասում է ես ուզում եմ հիմա։ Հիմա հենց հիմա եմ ուզում, չեմ ուզում վաղը։ Ուզում եմ հիմա։ Ես ավելի շատ սիրում եմ Բարսելոնայի նման Ով է Բարսելոնան այս բանի։ Հա, ով է Բարսելոնան, փորձում է Ուրարտուն լինել, այո, շատ դժվար է իրեն, որովհետև տեսեք Ուրարտուն Գալիցկին որ մի անգամ հարցրել էին, չէ, ասել են ձեր ամենամեծ երազանքը որն է, չի ասել, ես չի ասել, ուզում չեմպիոնների լիգա կրեմ, ուզում Ռուսաստանի չեմպիոն դառնամ, դա մի 5-6 տարի առաջ էր, ասել է իմ ամենամեծ երազանքը, որ խաղի սկզբից մինչև վերջ դաշտում խաղային միայն մեր ակադեմիայի սաները։ Ու իրանց մոտ ստացվել է։ Հիմա այն Նոան հիմա здесь и сейчас նա ինձ համար այդ պրոյեկտը դրա համար ես մի քիչ լարված եմ տենց եթե եւս 1 տարի ուրեմն արդեն բավականին երկարում է այդ իրենց ֆուտբոլային կյանքը ուրեմն նրանք ու առաջի հերթին ինձ ինչ որ բան կապացուցեն եւ իրենք իրենց եւ հույսով եմ որ այն մարդը որը ինձ ասում էր որ մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր ակադեմիայի վրա դե ռեալն էլ է շատ մեծ ուշադրություն դարձնում ակադեմիա բայց ռեալում այսօր 1-2 հոգի է կաստիլիայից խաղում ռեալ խաղում հասկանում ես ու իրենք իսպանական բոլոր թիմերում բացի Բարսելոնայից կան սաներ այդ ռեալի ակադեմիայից հասկանես իրենք սաներին չեն օգտագործում կամ իրենք պետք չեն բայց դա մոտեցում է դա էլ է ինչ ասեմ դա միգուցե գաղափար է այդպես ինչու ոչ չէ որ ռեալին հաջողեց այդ ամեն ինչը եւ նա ապացուցեց որ կարող այդպես խաղալ ես էլ եմ քոպես ռոմանտիկ ով սիրում է որ սեփական ուժերով սեփական մարզիչները սաները եւ ամեն ինչը բայց կյանքը հաճախ ցույց է տալիս որ այդ մյուս տարբերակն է ավելի հաջող է նայելով ով է 20-րդ դարի լավագույն ակումբը համարվում Հայաստանի ազգային հավաքական ցավոտ թեմա շատ ցավոտ թեմա կրկին հիմա էլ ավելի ցավոտ որտեվ ես շատ եմ սիրում Եղիշե Մելիքյանին իսկապես թե որպես մարդ անձնավորություն տղա մարդ շատ կարևոր է ինձ համար թե որպես մարզիչ շատ ցավալի է ինձ համար որ անգամ Եղիշեն չկարողացավ լեզու գտնել մեր ուժեղագույն ֆուտբոլիստներին որոնք որ հիմա շատ Բարսեղյանի եւ Հարոյանի մասին ասած Բարսեղյան, Հարոյան, Հենրիկ Մխիթարյան Հենրիխի հետ հանդիպեց չէ Դե Հենրիխի հետ օրինակ ինձ հետաքրքիր է քո կարծիքը մեկն էլ ինտեր խաղին եւ այդ լուսանկարներ հրապարակել որ Հենրիկի հետ հանդիպեցի եթե Մխիթարյանը անձամբ ասել էր որ չեմ գալու եւ դա պարզից պարզ է նրա վերաբերմունքը այս ֆեդերացիայի Ես հույս ունեմ որ Հենոն խոսար Եղիշե հետ ինչ որ Ես 100% վստահ չնայած 100-ը սխալ թիվ է 99% վստահ է որ նա իր խոսքից հետ չի կանգնի Դե դա էլ է այո Ճիշտ ժամանակին ըստ քեզ Մելիքյանը գլխավորեց հավաքականը Իր համար չէ Պետք է սպասեր թե Պետք է սպասեր որ ֆեդերացիան փոխվեր ինձ թվում է ղեկավարությունը Իսկ այդ անցումը որը կոնկրետ ես մեկ անգամ քննադատեցի հետո ինձ քննադատեցին դրա համար Մելիքյան Սողոմոնյան կոնֆլիկտը երբ նա Մելիքյանը բանակի այս կողմում էր անընդհատ կան փաստեր
հարցազրույցներից, որ նա ֆեդերացիային դեմ խոսում էր, հիմա նա արդեն Սողոմյանի դեմ էր խոսում, որ իրականում ավելի շատ ես տվել եմ, քան վերցրել եւ այլն։ Այդ դրվագը ինչպես կա։ Սողոմոնյանի դեմ ես չեմ լսել, որ ինքը խոսել է։ Չէ, կան անգամ Սողոմյանը իր էջում էր դրա, երբ այսպես հատվածներ կային հարցազրույցներից, թե նա ինչ է ասում, Եղիշեն։ Այո, դե դեմ խոսել չի նշանակում վիրավորել, այլ օրինակ որ Արտուրն ասում է այսպես է, բայց այսպես էր, ես ավելի շատ ակումբին տվել եմ, քան վերցրել եմ, այո, կամ ինչ որ բան։ Դե գիտես ինչ, ինձ թվում է, որ Եղիշեն Մելիքյանը ամբիցիոզ մարդ է եւ հաջողակ ճիշտ եմ ասում, ուդաչլիվի, հաջողակ մարզիչ էր եւ նա ապացուցել է ոչ մեկ անգամ, որ կարողանում է թիմը հանել կրիզիսային այդ իրավիճակներից, քանի անգամ է եղել, որ թիմը անկում էր ապրում եւ Եղիշեն էր, որ հավաքեց եւ կարողացավ Փյունիկում հավաքեց եւ կարողացավ հաղթել։ Այդ հաղթանակները ես չգիտեմ ինչ հարաբերություններ իրենք ունեցել Արտուր Սողոմոնյանը եւ Եղիշեն Մելիքյանը, երբ որ ես նրանց հետ շփվում եմ այն ժամանակ ամեն ինչ նորմալ էր, բայց որպես ամբիցիոզ տրեյներ, որը մարզիչ, որը հաղթել է այդ ակումբով եւ շատ դեպքերում հաղթել է վապրիկի, այսինքն ամեն ինչ խանգարում էր այդ հաղթանակներին, տրավմաներ, դաշտ չկար, կոնֆլիկտներ, այդ մարդը ոչ մի անգամ, 2-3 անգամ ապացուցել է, որ նա կարող է։ Ну, միգուցե իսկապես նա ավելի շատ տվել է, քան վերցրել է, մենք չգիտենք։ Ուղղակի հավաքականը դա ակումբ չի։ Ակումբում նա բոլոր հարցերը լուծում էր եւ մարդ էր, որը ամեն ինչից տեղյակ էր 24/7-ի, առավոտվանից երեկո, ակադեմիայից էր տեղյակ, մարզիչներից էր տեղյակ, տղաների ֆիզիկական հնարավորություններից էր տեղյակ, հավաքականում դա այդպես չի։ Հավաքականում այդ տղաները ոնց որ ամուսնացած աղջիկներ լինեն, էլի։ Շաբաթը մեկ գալիս են մամայից, պապայից, դու չգիտես շաբաթվա ընթացքում ինչ ա եղել այնտեղ իր հետ, չէ։ Դու ուղղակի իրան սիրում ես, գրկում ես, կարոտած եւ այլն, ինչ հավաքականը այդպես շատ սպეციფიկ բան է, ու շատ քիչ հաջողված, այսպես ասած, ակումբային մարզիչներ դարձել են նաեւ հաջողված հավաքականի մարզիչ։ Ինձ թվում է, որ պաուզա էր պետք Եղիշը վերցնել Փյունիկից հետո, որտեվ այս նեգատիվ անցներ նեգատիվից բացի միգուցե ինչ որ բաներ սովորել էր պետք կամ վերապատրաստվել, որտեվ ինձ թվում է, որ դա երկու տարբեր պրոֆեսիա է, երկու տարբեր ակումբի մարզիչ եւ հավաքականի մարզիչ։ Միգուցե նա գնար ինչ որ մի հավաքականի մարզիչի օգնական աշխատեր դրսում, ինչ որ մի Ղազախստան, Ուզբեկիստան, Ուզբեկիստանն էս մարզիչներ, վերջը։ Ուզում ասեմ միգուցե տենց, ու այդ պաուզայի ընթացքում ինչ որ բաներ սովորել, որ գալ եւ աշխատել արդեն հավաքականի հետ։ Հիմա շատ դժվար է։ Հիմա մենք հերթական անգամ տեսանք ովքեր են մեր հակառակորդները։ Բայց հուսադրող է ինձ թվում։ Հա, հերթական անգամ հուսադրող է։ Ու հերթական անգամ մենք Իմիգրանից պատրաստվում ես, որ ինչ որ մեկ քայլ չի երիքել։ Քայլ, կիսաքայլ, ինչ որ խնդիր, հասկանում ես։ Եղիշե Մելիքյանը իդեալական մոտիվատոր է, ինքը այտենց մարզիչ է, որ կարա մտնի 15 րոպեվա ընթացքում ես մարդկանց sense չգիտեմ ինչ անի, էլի։ Ֆլիկոտ դեմք է ինքը, էլի տենց։ Պրոստը այդ տեսեք ֆլիկը գնաց հավաքական ինչ էր։ Տեսանք։ Չի ստացվում, որտեղ տարբեր բաներ են։ Հետո ոնց որ 100 մետր վազես ու 1.5 կիլոմետր։ Հիմա այն մարդը, որը իդեալական 1.5 կիլոմետր վազում է, օլիմպիական չեմպիոն է եւ աշխարհի չեմպիոն է, բայց 100 մետր այդ մարդը չի կարա մտնի լավագույն տասնյակի մեջ։ Որտեղ տարբեր սպորտաձև են։ Այդ նույն 2008-ի մեր հարցազրույցի հետ եթե համեմատենք, մենք հիմնականում խոսում ենք ակումբայինից, հավաքականի մասին ինչ կասես, մեր սպասելիքները 2008-ից եւ 16-ից։ Իհարկե 2008-ին հիմա մենք անկում ենք ապրել հավաքականում։ Այն ժամանակ էլ ենք անկում։ Հա, բայց հետո մենք դրանից հետո ունեցանք վերել։ Այն մեր Իռլանդիայից այդ ժամանակ ինչ թիմ ունենք։ Հիմա որ մենք հետ ենք նայում, հասկանում ենք, որ այտենց մագիա, ոնց որ այդ պահին կար, ոչ միգուցե ամենադե, հա, հենոին հանենք, բայց դες ամեն մեկը իր տեղը ինչ էր անում, Ռոբը ինչ էր անում, Դավիթը ինչ էր անում,
Լովան ինչ էր անում Փաչաջան։ Հասկանում ես, այտենց թիմ ունեինք, իսկական քիմիան ամեն ինչ աշխատում էր, ու այդ տղեկը իսկապես ես մի քանի օր առաջ Հարություն Վարդանյանը տեղ խոսում, եւ այդ տարբերությունների մասին ենք խոսում, ասում էր մենք այդ ժամանակ պատրաստ էինք, ասում եմ, գլխով պատկա տանենք, ասի պաստորին դու ես առաջին եղել, ոչ թե գավին։ Այսինքն տենց էր։ Իսկ հիմա շատ դեպքերում ցավոք սրտի մարդիկ գալիս են հավաքական ու մտածում են տրավմա չստանան, հետ ոնց գնան աշխատավարձներ անդե եւ այլն, հասկանում ես, մի քիչ ինձ թվում է ինչ որ այդ 2008-ի հարցազրույցից հետո պետք է լիներ Թուրքիայի խաղը, որը մեծ ֆիասկո էր մեզ համար։ Դրանից մեկ ամիս առաջ այդ սպասելիքները շատ էր, նագրուսկան ֆուտբոլիստները շատ էր, հասկանում ես, լրիվ դենց էր։ Մեկ ամիս առաջ դրանից ավելի քիչ, մի քանի շաբաթ առաջ այստեղ հրաշք եղավ եւ երիտասարդական հավաքականը Հրազդանում հաղթեց թուրքերին եւ հիշում ես քաղաքում ինչ էր կատարում, ինչ ցնծություններ։ Եվ երբ մենք պարտվեցինք Թուրքիային, իհարկե ես հիշում ես լացելով էի դուրս գալի մարտադաշտից, բայց այսպեսի միտք կար սենց հոգու խորքում, որ բայց երիտասարդականը կարողացավ, ուրեմն այս երիտասարդականը որ գա, հա, ու տենցել եղավ, այսինքն բայց այդ Պակալենին եք ասում։ Հիմա որ մենք հետ ենք նայում, հույս չկա։ Դու հենց մի հատ հետ նայ։ Ես քեզ եմ հարցնում։ Չկա, իհարկե չկա։ Դու տես քանի խաղ ենք մենք կրվել։ Ու ինչա կատարվում։ Ու հետո ինձ անդադ ասում են, որ մեր երեխաները, ասում ժողովուրդ ուր են մեր երեխաները, հետո որ ասում են գնում են Իտալիայում Յուվենտուս են կրում, չգիտեմ ինչ, բայց հետո ինչ են լինում լավ այդ երեխաները, ով է գալիս են ցանում, ինչ որ բան սխալ է, ինչ որ բան սխալ է, տոտալ այդ համակարգում ինչ որ բան սխալ է, որտեվ ոչ 16 տարեկանները, ոչ 18 տարեկանները, ոչ 21 տարեկանները ֆուտբոլ չեն խաղում, ժողովուրդ։ Էլի ընկել ենք այն խեղճ Ֆինի հետևից, ինչ էր ազգանում, հա? Ֆին այն որ Սանդերլենդում է խաղում։ Ֆին ինչ որ հայկական ազգանուն է, էլի, ոնց է բոյով տենց։ Հասկացանք այդ մարդը Անգլիայում է սաղ կյանք մարզվե, պարապե, հիմա հա, միգուցե բերեցինք երկու անգամ այդ հավաքական, հիմա ես ասում եմ, դաժե եթե մենք այդ հավաքականում 18 տարեկան կամ 21 տարեկան, որ անդադ պարտում ենք, բերենք, ում ասեմ, Յամալին ասեմ, Մեսսին ասեմ, Ռոնալդուին ասեմ, ինչ պետք է անի այդ մարդը մենակ։ Մեկը պետք է պաստա, պաշտպանվի, չգիտեմ ինչ անի, չէ, հնարավոր չէ որ մի հոգին ինչ որ բան կարող է փոխել, չէ։ Պետք է համակարգում ինչ որ խնդիրներ գոյություն ունեն, պետք է հասկանան, որ ժողովուրդ ջան, չգիտեմ, ես մի ժամանակ ասում էի բան անենք, օրինակ մեզ այդքան իրավաբան չի համար, պետք է եկեք համալսարանի իրավաբանական ֆակուլտետը մի 4 տարով փակենք կամ 5 տարով, հետո արդեն որ դեֆիցիտ կա։ Արհեստական բանականություն աշխատանքի կեսնանում։ Ուզում ասեմ, այդ ֆուտբոլիստերին մոտեցում չկա, մոտիվացիա չկա, խնդիրը նրանում է, որ արդեն ըստ երևույթի փոքր տարիքից սկսում են մտածել կամ իրանց ծնողները կամ կողքից ինչ որ մարդիկ որ գումար աշխատելու մասին եւ այլն եւ այլն։ Հիմա որ ես չգիտեմ, հիմա դե Յամալին էլ են ինչ ասես ասում, բայց դե այդ մարդը ֆուտբոլ է խաղում, չէ՞։ Գնում է գիշերին ակումբ, չի գնում աղջիկի հետ, չգիտեմ, բայց ֆուտբոլ է խաղում այդ մարդը։ Այդ տարիքում այդ մարդը տենց մակարդակի ֆուտբոլ։ Հիմա մենք այսքան տարվա մեջ մի հատ Յամալ չունեցանք այն մարդը։ Մի հատ Յամալ եղածն ինչ էլի։ Հիմա որ մեզ դիտող ֆուտբոլասերներին այսպես վստահ կարող ես ասել, որ առաջիկա 5 տարում մեծ սպասելիքներ չունենաք։ Ես չունեմ։ Դու չունես։ Ես չունեմ հաստատ։ Ես քեզ ասեմ ավելին, իմ papas հայկական ֆուտբոլ չի նայում։ Դա իմ համար ամենամեծ ցավերից է, որտեվ եթե իմ papan չլիներ, ես ֆուտբոլ չէի սիրի։ Այսինքն ես սիրել եմ ֆուտբոլ, որտեղ ինքն է ինձ ձեռքս բռնել տարե։ Ես էլ։ Հասկանում ես, ու այդ մարդը հիմա ամեն ինչ, չգիտեմ, կարող է շվեյցարական երկու հատ ակումբ խաղան, անկապ ինքը նայ, որտեղ ինքը ֆուտբոլ սիրում է, բայց հայկական ֆուտբոլ չի նայում, որտեղ ինքը ջղայնանում է, վատանում է։ Վերջը։ Առողջության մասին մտածել։ Այո, պետք է։ Եվ մեր այսպես հարցազրույցը այսպես եզրահանգելով, այսպես հարց դու որպես հին ֆուտբոլասեր, որ թվականից ես սիրում ֆուտբոլը, որ թվականից ես նայում ֆուտբոլը։ Ну 82 թվի առաջնություն աշխարհը հիշում եմ։ Եթե հիմա այն հայտնի ռիլերիցներ, այստեղ դինոզավրներ չէ, պետք է հետո հայտնի որ դու այդ սերունդն ես։ Եթե համեմատենք, իհարկե պատասխանը ինձ թվում է մոտապես պարզ է ինչ կլինի, բայց հիմա ամեն ինչ զարգացել է։ Դու կարող ես եթերից դուրս գալ, հեռախոսով նայել գոլերը, անգամ
տակտիկան հասկանալ, ամփոփել եւ ամեն ինչ։ Առաջ հիշում ես, զայնագրում էինք այդ VHS-երի վրա հետ էինք տալիս, նայում էինք կամ շատ բաներ հասկանում չէինք հասկանում։ Դու նույն ձև սիրում ես ֆուտբոլը ոնց որ 80-ականներին։ Ինձ թվում է ես ամեն օր ավելի շատ եմ։ Ավելի շատ ես։ Այո։ Որտեվ ես այնքան եմ սիրում ֆուտբոլը, որ ժամանակին ես հիշում եմ, որ երբ որ դու հիմա ասում ես կասետ բան, բայց այն ժամանակ մենք ֆուտբոլ մենակ հեռուստատեսությամբ կարող ենք դիտել կամ գնալ մարզադաշտ։ Մենք էլ կարող ենք Սավետսկի սպորտում կարդալ։ Հիմա ես օրինակ Խրիստո Ստոյչկովի մասին կարդում էի, որ Բարսելոնայում խաղում էր ու պատկերացնում էինք ոնց է խաղում։ Հետո որ տեսա տելևիզորով հասկացա, որ իմ պատկերացումը ճիշտ էր։ Ես տենց է պատկերացնում էի մարդու ինքը, տենց է։ Կարող է տենց գրում էին լավ։ Ուզում ասեմ, ես իսկ հիմա այդ բոլոր հնարավորությունները, որ այլ ավելի է շատացել, որ դու որ ժամին ուզում ես կարող ես դիտել, կապ չունի այդ խաղը որտեղ է, կապ չունի դու որտեղ ես, չգիտեմ, սիրում եմ, ամեն օր ավելի շատ եմ սիրում։ Ու ինձ թվում է չի կարելի համեմատել այն ֆուտբոլը այսօրվա հետ, սխալը համեմատել օրինակ, չգիտեմ, Մարադոնային Պելեի հետ, Պելեին Մեսսիի հետ, Կրիստիանո Ռոնալդոին Էյսեբիոյի հետ, որտեղ տարբեր դարաշրջաններ են, տարբեր փորձություններ են եղել, տարբեր չելենջներ ա այդ մարդկանց առաջ։ Հիմա կարող է Պելեն հիմա խաղար, չխաղար, իսկ Գարինչան խաղար, խաղար։ Հասկանում ես, օրինակ Գարինչան, ես Յամալին որ տեսնում եմ, հասկանում եմ, որ այդ խաղացողն է։ Մի քիչ ոտածուռ լինի։ Այո, հասկանում ես, այդ ֆլանգն է, այդ պասերն է, տեղից գալով եւ այլն եւ այլն։ Չգիտեմ։ Ըստ քեզ այս տեխնոլոգիական բումը, որ վերջին 10-15 տարով մենք ապրեցինք, մեր շատ լավ ընկեր Հայկ Ղազազյանը կարծում է, որ դա նպաստեց, որ ֆուտբոլը ավելի դիտարժան լինի եւ զարգանա, թե վառը, թե ամեն ինչը։ Դու էլ ես այդպես կարծում։ Վառի պահով չէ, որտեվ ես Բարսայի երկրպագու եմ։ Այո, տեխնոլոգիաներ իհարկե հիմա նայեք ինչ կատարյալ ձևով եմ ես ֆուտբոլը ցույց տալու։ Մենք ֆուտբոլը կարող ենք դիտել անգամ բանի աչքերով, դատավորի աչքերով։ Իսկ եթե դու օրինակ Պրեմիեր լիգայի, չգիտեմ ինչ որ փաթեթներ ունենաս ընդդեմ, դու կարող ես ընտրել ոնց նայել, որ ռակուրսով նայել, որ կողմից նայել։ Հա, շատ հետաքրքիր է։ Ուղղակի դա ուզում ասեմ, որ դա չլիները դե ես մեկա սիրում եմ, ասում եմ անգամ թերթ կարդալով եմ սիրում ֆուտբոլը, բայց դա իհարկե նպաստում է։ Նպաստում է, բայց ուր են այդ երեխաները։ Մենք ֆուտբոլ նայում էինք, հետո մեր մայկաների վրա գրիչով գրում էինք, չգիտեմ, Պելե, Մարադոնա, Զիդան, Խորեն Հովանեսյան, ու իշտում էինք հայատ մի անգամից խաղում էինք։ Մենք ամեն բոլոր Երևանյան բակերում Պելե կար, չէ, Մարադոնա կար, Զիդան կար, Խորիկ կար։ Իրանք պարզ է, որ իրենց անունները ուրիշ էր, Մերուժաններ էին եւ այլն, բայց մենք նայում էինք ու բազերով գալիս էինք։ Դնում էինք, ասում էինք, այս բանը շտրաֆնոյ հենց մի հատ տեսնենք, արենք, տենց խփենք, կամ վրատը դա պատշվալու նման կարաս, էսի հանես։ Այսինքն այդ սերը նաեւ դառնում էր գործ։ Հիմա երեխեքը ֆուտբոլ են նայում, նստում PlayStation են խաղում, կամ ֆուտբոլ չեն նայում, հաշիվը նայում են, մանում են, նստում են PlayStation են խաղում։ Ինձ ուղղակի չգիտեմ ինչի թվում է, որ այն երկրպագուները, ովքեր օրինակ Բրազիլիայում մարզադաշտում այդ ռադիոնական ժայռը նստած, որպեսզի այդ մեկնաբանին լսեին, այդ խաղը դիտում էին, կամ թեկուզ մեր սերունդի տղաները, ովքեր Բաքում խաղում են, հենց լույսը տալիս էին, վազում էին, որպեսզի ֆուտբոլը դիտեին, ինձ թվում է մի տեսակ այն ժամանակ ավելի այսպես էմոցիա կար եւ սեր, բայց գուցե ես արդեն հին մարդ եմ ու ինձ համար դա է։ Դա համեմատել է, գիտես ինչի՞ է, հիմա ես օրինակ անդադ ասում եմ, չէ, որ ռոք երաժշտություն ես սիրում, այն ժամանակ 10 տարիներ առաջ քո սիրված խմբի նկարը կամ ձայնասկավառակը գտնելը, ունենալը դա սխրանք էր։ Այսինքն դու կարող ես, ինչ ասեմ, Պոլիտեխնիկի ուսանող էի ես, մեր թոշակը 40 ռուբլի էր, 40 ռուբլի, իսկ կասետը TDK 90 րոպեանոց ձայնագրված արժեր 25 ռուբլի, այսինքն քո թոշակի 50%-ից ավելը դա մեկ կասետի գին էր, ու դու գնում տալիս էր, իսկ մարդը թոշակով էր ապրում, այսինքն մարդը ասում էր, որ չէ, ես ամեն օր մենակ հաց կուտեմ, մատնաքաշ մի հատ, ու մածուն, բայց այդ կասետը պետք է փարփլի այդ ալբոմը պետք է ունենամ։
կամ չգիտեմ այդ պլակատը պետք է ունենամ։ Իսկ հիմա ինչ է, հիմա մի հատ հեռախոսն մեջ մի հատ սենց էսանով վերջ, ամեն ինչ ունես։ Կյանքը փոխվել է եւ այդ որ ամելի, այսինքն հեշտացել են մոտիկ, աստղենել են քեզ մոտիկացել, չէ՞։ Հիմա իմ papan կարար մտածել ժամանակին, որ ինքը կարողա գնա, չգիտեմ, խորիկի հետ նկարվի կամ կպնի Խորեն Հովհաննիսյանին կամ Մարկարովին կամ Միշտոյանին, Իշտոյանը վիդեո, էլի, այսինքն դա տենց բան էր։ Իսկ հիմա մարդիկ Մեսսի հետ սելֆիներ ունեն, Երևանում լիքը մարդ կա, որ մեկը դու։ Հասկանում ես, ուզում ասեմ, դա էլ է հեշտացել։ Այսինքն այդ աստվածներն են մեզ մոտիկացել ու հասանելի դարձել։ Այն ժամանակ իրանք իսկապես հենց Օլիմպի վրա էին ու դու տենց շնչում էիր իրանցով, իրանց յուրաքանչյուր քայլով, հաղթանակով։ Մենք ենք բարձացել Օլիմպ, թե Օլիմպն այցել։ Ну, հուսով եմ, որ մենք ենք բարձացել Օլիմպ, որտեվ հիմա այդ նույն Ռոնալդո, Մեսսի, Զիդան եւ անդը պատկերացնում ես, այսինքն իրենց ու մեր մեջի այդ անդունդը էլ ավելի խորն է իրականում, որտեվ այն ժամանակ Իշտոյանը քեզանից ինչով էր տարբերվում, որ միգուցե ուներ 3 սենյականոց բնակարան քաղաքի կենտրոնում ու 24, ու մի քիչ ավելի շատ աշխատավարձ ու բոլորը իրեն ճանաչում են, բայց դու էլ տենց պլյուս մինուս, հա, 3 անգամ իրանից պակաս աշխատավարձ էր ստանում։ Համատի քո աշխատավարձը ու Կրիշտիանո Ռոնալդոյի աշխատավարձը, հասկանում ես։ Ու դու տես ինչ անդունդա կամ ինչպես է ինքը ապրում ու ինչպես ես դու ապրում։ Բայց միևնույն ժամանակ նա ավելի հասանելի է։ Այս պոզիտիվ նոտա է, որ մենք էլ ենք արդեն Օլիմպում, ավարտենք եթերը, վերջում ունեմ փոքր բլից, չնայած ես քո հետ ունեմ 59 հարց հաղորդում, որտեղ ես 59 հատ բլից եմ դիտել, եւ դու իմ առաջին հյուրն ես, ովքեր չեն դիտել այդ հաղորդումը 10 տարի առաջվա, 10 տարվա նայեք, բայց մի քիչ ուրիշ ձև սկսեմ։ Դու ասացիր չի կարելի համեմատել, բայց համեմատի։ Մարադոննա թե Պելե։ Ինձ համար Մարադոննա։ Կրոև թե Բեկենբաուեր։ Կրոև։ Մալդինի թե Կանավարո։ Կանավարո։ Կրիստիանո Ռոնալդո թե Ռոնալդինյո։ Ռոնալդինյո։ Բարսելոնա Ռայկարդի թե Բարսելոնա Պեպի։ Պեպի իհարկե։ Բայց եկեք չմոռանանք, որ եթե չլներ Ռայկարդի Բարսելոնա, Պեպի Բարսելոն չէր լինի, որովհետև ինքը բերեց, ինքը տեսավ։ Ինքը տեսավ, ես համոզված եմ, որ Ռայկարդը ավելի խիզախ մարզիչ էր, քան Պեպը, բայց Պեպը սիստեմա ու այդ փիլիսոփայությունը։ Սանտիագո Բեռնաբեու թե Սան Սիրո։ Որպես մարզադաստ։ Սան Սիրո, որը որ շուտով չի լինի։ Հենրիկ Մխիթարյան թե Արկադի Անդրեասյան։ Հենրիկ Մխիթարյան։ Միխելս թե Գվարդիոլա։ Գվարդիոլա։ Ֆուտբոլի պատմության քո չսիրած ֆուտբոլիստը։ Ես ինձ թվում է գիտեմ։ Ну, երեք Կրիստիանո Ռոնալդո։ Քանի հետևորդ ունեիր դու Instagram։ Կեսը հիմա դուրս գա։ Հայ գիտեն ես բարձրաձայն եմ դա։ Ֆուտբոլի պատմության ամենաչգնահատված ֆուտբոլիստը։ Դենիս Բերկամփ երևի։ Վաու, չտարչող հոլանդացին։ Ամենագերագնահատված ֆուտբոլիստը։ Սերխիո Ռամոս։ Ամենա ֆուտբոլային այն հանդիպումը, որը քո կյանքը այսպես ցնցել է, փոխել է։ Ну, ստերևույթի ես չեմ տեսել այդ խաղը։ Դե ուրեմն չի ցնցել քո կյանքը։ Բայց Չէ, քո դիտած։ Այն դիտած, որ ցնցել եմ կյանքը, հա, ուրեմն կասեմ ես 86 թվի եզրափակիչ Արգենտինա Գերմանիա։ Հայաստանի հավաքականի դիտած ամենագեղեցիկ գոլը։ Ամենագեղեցիկ գոլը Հայաստանի Ղազարյանի գոլը, երբ որ Չեխիային խփեց։ Դե չեմ հարցնում քո ամենասիրած ֆուտբոլիստն ու ակումբը, դա պարզ է, որ թվականից սկսած Մեսսին դարձավ քո համար պատմության լավագույն ֆուտբոլիստը։ Որտեվ մինչև նախանցյալ տարի բոլորն ասում են ամեն դեպքում նա Մարադոննային չի կարող հասնել։ Չէ, աշխարհի գավաթային վրա այտենց ես մինչև էտել եմ համարում, որ ինքը լավագույնն էր։ Սուտ կասեմ, որ ասեմ առաջի տարին, երկրորդ տարին Բարսայի, բայց ինձ թվում է 3-4 սեզոնից արդեն բարձր ամեն ինչ որ էստեղան։
եթե տրավմա չստանա, չստացավ այդ, ստացավ, բայց այնպեսի տրավմաներ չէ, որ ինքը ֆուտբոլից տեսություն ասել էլի։ 2026-ի աշխարհի առաջնությանը ով կդառնա հաղթող։ Շատ եմ ուզում, որ Արգենտինան դառնա ևս մեկ անգամ։ Իսպանիան է երկրպագեմ նաև, բայց Իսկ ով կդառնա։ Իսկ ով կդառնա։ Ֆրանսիան թող չդառնա։ Իսկ ով կդառնա։ Քո ինտուիցիան ենք ստուգում։ Հա, օքեյ, ես ասում եմ, որ կդառնա Իսպանիան։ Քո ամենասիրելի գիրքը։ Այս պահին Կոլա Ստեփանյանի Գիջեն։ Ֆիլմը։ Ֆիլմ թե սերիալ։ Երկուսը միասին։ Երկուսը միասին։ Իգրա в կալմարը։ Չէ։ Во все тяжкие։ Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհին։ Բոլոր ժամանակների։ Դե Մոնիկա Բելուչի։ Եվ իմ ամենասիրած հարցը, գիտես, Աստծուն հանդիպելուց ինչ կասես նրան։ Իսկ կլերը երևի։ Ինձ թվում է, որ ինքը մեկը գիտի ես ինչ եմ իրան ուզում հարցնեմ։ Միգուցե ինքը մի անգամ պատասխանի։ Կլերը։ Գոր շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ինձ թվում է ես քեզ հետ փոքր այսպես զրուցել կունենամ աշխարհի առաջնության խաղերի ժամանակ։ Հա, մեծ սիրով, հուսանք որ ամեն ինչ լավ կլինի եւ Աշխարհի առաջնությունը տեղի կունենա, հա։ Տեղի կունենա, որովհետեւ տեսնենք Մեքսիկայում ինչեր է կատարվում, բայց քանի որ եթերից առաջ շատ ճիշտ նկատեցիր, որ մեծ գումարները եւ Դոնալդ Ֆրեդովիչը ճիշտ եմ ասում։ Դոնալդ Ֆրեդովիչը բիզնեսմեն է առաջին հերթին եւ մենեջեր, նա չի ուզենա կորցնի այդ գումարները։ Ասեն մի քիչ զսպեկցես։ Ինքը համոզված է, որ ամերիկական բանակն է կմցնի այդ հարցը շուտ կլուծել։ Իշ մեծ Պելեի լեգենդար խոսքերը, որ եթե աշխարհը վերանա, ֆուտբոլը չի վերանա։ Հուսանք եւ իսկապես սա այն բանն է, որ կարող է մեզ բոլորիս միավորել, ամբողջ մարդկությանը միավորել, օպոզիցիան միավորել, չգիտեմ, Եվ պատերազմները գոնե դադարեն։ Բոլոր խելացի դիտորդները կհիշեն, որ նաև ֆուտբոլի պատճառով պատերազմներ են սկսել, իհարկե, եւ եղել են ֆուտբոլային պատերազմներ։ Բայց նաև կհիշեն, որ օլիմպիական խաղերի ժամանակ բոլոր պատերազմները դադարեցին։ Դա ժամանակին դա այդպես էր։ Շնորհակալություն Գոր։ Ես եմ շնորհակալ։